Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։ Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկանալ, հետո պիտի հասկանաք։ Ձեզ մեջ շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը։ Վիլյամ Սարոյան His way of fighting that was to become a... Հայրս ցեղասպանության դեմ պայքարի իր տարբերակն ուներ։ Դա հայտնի ռեժիսոր դառնալն էր։ Մայրիկ ֆիլմը նկարելը պայքարի մեկ այլ ձև էր։ Սփյուռքում բոլորն էին սպասում այդպիսի ֆիլմի։ Դա բոլոր սփյուռքահայերի ապրած կյանքն է, զգացմունքները։ Մայրիկը ճանապարհ էր դեպի Հայաստան։ Ես հիմա այդ ճանապարհին եմ։ Je pense que être arménien, c'est d'abord être croyant. Ինձ համար հայ լինել նշանակում է հավատացյալ լինել։ Հայությունը առաջին հերթին հավատքի մեջ է։ Մենք վերապրել ենք հավատի շնորհիվ։ C'est dans ce pays-là que sont mes racines. Զգում եմ, որ իմ արմատները այս երկրում են։ Ես էլ եմ արդեն ինձ այստեղ զգում։ Արմատներին եւ ինքնությանը վերադառնալը անհրաժեշտություն է։ Մենք մեծ խմբով ենք Հայաստանում։ Մայրս է, Ֆրանսուազ Բոնո, Էվլին Մելքոնյան, հայտնի Ջրբաշյանի ընտանիքի թոռնուհին, մեր ընտանիքի ընկերը։ Լիլիանը Ժուլի եւ Լիզայի տատիկն է, քրոջս սկեսուրը։ Երեխաները զարմիկներս են, քրոջս զավակները։ I don't really know from my childhood anything because they would never talk about it. Մեր ընտանիքի պատմությանը ծանոթ չեմ։ Տատիկս աշխատում էր չխոսել այդ մասին, որովհետև դրանք ցավոտ պատմություններ էին իր համար։ Տարիներ անց միայն իմացա, որ հորս ծնողները Թուրքիայից են։ Ջարդերի ժամանակ գաղթել են Հունաստան, որտեղից պատրաստվում էին նավով շարունակել ճանապարհը դեպի Հարավային Ամերիկա։ Ստիպված էին կանգ առնել Ֆրանսիայում, քանի որ հորաքույրս ծովային հիվանդություն ուներ եւ չէր կարող այլևս շարունակել ճանապարհը։ Հորս համար չափազանց կարևոր էր մեզ պաշտպանելը, մեզ գեղեցիկ մանկություն ապահովելը։ Նա ձգտում էր մեզ ֆրանսիացի դաստիարակել, որպեսզի հեռու պահի հայ թե ֆրանսիացի լինելու բարդ ընտրությունից։ Չեմ կարծում, որ հաջողեց։ Մենք մեզ հայ ենք զգում, թեկուզ հայերեն չգիտենք։ Հայրս եւ տատիկս մշտապես պատմություններ էին պատմում մեր անցյալի մասին ֆրանսերենով, բայց հայկական հոգով։ Դա ես հիշում եմ։ Ասացիք, որ կարծես ճանաչում եք ինձ։ Այո, ես տիպիկ հայ եմ, թե արտաքինով, թե բնավորությամբ, քաջ եմ, տոկուն, աշխատասեր։ Այս արժեքների շնորհիվ զգում եմ, որ շատ նման եմ հորս։ Ես անասնաբույժ եմ, ունեմ անասնաբուժական կաբինետ։ Դիաբետությամբ եմ զբաղվում Ֆրանսիայում եւ հորիցս ժառանգած հատկանիշները ինձ շատ են պետք գալիս։ My grandmother was a very nice woman. She wasn't strict, she was... Մանկությանս բարի հիշողություններից է տատիկիս կերպարը։ Նա շատ լավ կին էր։ Խիստ չէր, շատ բարի էր։
Կարծում եմ նա երջանիկ էր, որ կենթանի է մնացել։ Երջանիկ էր հորս հաջողությունների համար։ Երբեք չէր բղավում, երբեք չէր վատաբանում, չէր ջղայնանում։ Կլաուդիա Կարդինալին նրան է կերպարանավորում։ Կուզեիր հեծանիվ քշել, վարձեմ կես ժամով։ Հոլալա, երևում է չգիտես ինչ արժե։ Իսկ ինչ արժե։ 15 րոպեն 2 ֆրանկ։ Ոչինչ, ես 20 կոճակի օղակ ավել կկարեմ։ Չէի ասի, որ 20 օղակով հնարավոր է վարձել հեծանիվ։ Բայց իմ կարծիքով օղակները մենք փաստորեն վաճառում ենք, իսկ դրամով ինչ ուզում ենք առնում ենք՝ միս, հաց, հեծանիվ, դա ոչ մեկի չի վերաբերում։ Գիտես։ Հայկական խոհանոցը հայկականության մթնոլորտ էր ստեղծում։ Դոլման, բյորեկը, փախլավան մեր սեղանին էին մշտապես։ Նա ամբողջ օրը անց էր կացնում խոհանոցում եւ բացատրում էր ինձ, թե ինչպես են փախլավա պատրաստում։ Շերտը շերտի ետևից, ընկույզով, պատրաստման իսկական եղանակը դա էր։ Հիմա շերտերի միջև ոչինչ չեն դնում, իսկ տատիս փախլավան այնքան համեղ էր։ Անրիի մայրը կյանքում ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Մայրիկ ֆիլմի հերոսուհին։ Որդին նրա համար առաջին տեղում էր։ Նա իր երկու քույրերի հետ հոգ էր տանում որդուն եւ նրա ընտանիքին։ Վստահ եմ, որ բոլոր հայ մայրերն են այդպիսին։ Հեշտ չէր հայ ընտանիքում հարս լինել, բայց հետաքրքիր էր։ Դուք հարցնում եք, մեր տանը ինչ կար հայկական։ Պատասխանում եմ, մթնոլորտը, որով էլ տարբերվում էինք ֆրանսիական ընտանիքներից։ Այդ մթնոլորտը ստեղծողը սկեսուրս էր, ում կյանքի պատմությունը գիտեք Մայրիկ ֆիլմից։ Նա հայկական ուտեստներ էր պատրաստում, պատմություններ պատմում ցեղասպանության մասին ֆրանսերենով, բայց հայկական ոգով։ My parents divorced when I was 5. Ծնողներս ամուսնալուծվել են, երբ ես 5 տարեկան էի, բայց ընտանիք հասկացողությունը մեզ համար շատ կարևոր է։ Իրականում մենք տարբերվում ենք ֆրանսիական ընտանիքներից մեր ընտանեկան կապվածությամբ, որը վստահ եմ հայկական է եւ գեներով է մեզ անցել։ Ինձ համար ամենակարևոր մարդը քույրս է։ Քրոջս ու նրա ընտանիքի համար պատրաստ եմ ամեն ինչ անել։ Ընտանեկան արժեքները մեր արյան մեջ են։ Quand on s'est marié, j'avais 20 ans. Je n'avais pas de famille arménienne dans ma famille. Երբ ամուսնացանք Անրիի հետ 20 տարեկան էի։ Իմ ընտանիքում հայկական արմատներ չկային, բայց մենք ամուսնացանք հայկական եկեղեցում։ Ամուսնության առաջարկին հայերեն եմ պատասխանել, այո։ Պսակադրությունը հայկական ավանդույթներով կատարվեց հայկական եկեղեցում։ Մեր երեխաները, Պատրիկը եւ Սոֆին, կնքվել են նույն եկեղեցում։ Աղջիկս նույնպես այդ եկեղեցում է պսակադրվել, որտեղ կնքվել են նաեւ թոռներս՝ Լիզան եւ Ժուլը։ Jules est né après la mort de papa. Mais il a une fascination totale. Ժուլը ծնվել է հայրիկիս մահից հետո։ Նրան չի տեսել, բայց տարված է Անրի պապով։ Իր տարիքի համար դա զարմանալի է։ Մենք սևանում էինք, երբ որդիս ասաց. «Մայրիկ, գիտես, ես արդեն այստեղ եղել եմ»։ Ասացի, ինչպես թե, պատասխանեց. «Այո, եղել եմ, բայց ոչ թե ժամանակակից Հայաստանում, այլ շատ վաղուց, բայց այն ժամանակ տարբեր էր»։ Մարմնովս սարսուռ անցավ, այդ ամենը ասած այնքան հստակ, կարծես այդ պատկերը շատ պարզ էր իր մտքում եւ ինքն իսկապես եղել էր այստեղ վաղուց։ Ժուլը անսահման երևակայություն, պատմություններ պատմելու բացառիկ ձիրք ունի, ճիշտ այնպես, ինչպես հայրս։
Երբ 7 տարեկան երեխան նման բաներ է ասում, մտածում ես, որ կա գենետիկ հիշողություն, որի գոյությունը ռացիոնալ կերպով բացատրել չենք կարող։ It was 8 months ago. They said, "Would you mind if we do a festival about?" 8 ամիս առաջ մեզ դիմեցին Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում հորս նվիրված հետահայաց ցուցադրություն կազմակերպելու հարցով։ Մենք որոշեցինք գալ Հայաստան։ Դա մեր որոշումն էր։ Սա հայ լինելու համար հպարտանալու ձևերից մեկն է։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ հայրս Աշոտ Մալաքյանն է։ Ազգանվանս Յան վերջավորությունը հիշեցնում է ինձ իմ արմատների մասին, բայց իմ ընտրությունն է բարձրաձայնել ազգությանս մասին։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ During the shooting of Mayrik, my father wanted to have some shots of Armenia. Մայրիկ ֆիլմի նկարահանումների ժամանակ հայրս ուզում էր որոշ տեսարաններ ունենալ Հայաստանից։ Նա որոշեց ինձ ուղարկել Հայաստան այդ կադրերը նկարահանելու համար։ Ինձ վրա հսկայական ճնշում էի զգում, պատասխանատվություն։ Չէի ուզում հորս հիասթափեցնել։ Գալիս էի նախնիներիս երկիր, առաջին անգամ։ 28 տարեկան էի։ Այդ այցելությունը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Շրջեցինք Հայաստանով, նկարահանեցինք բազմաթիվ վանքեր, նաև առիթ ունեցանք նկարահանելու Վազգեն առաջինին Զատկի տոնակատարությունների ժամանակ։ Վերջնակետը Էջմիածինն էր։ Հավատքը հայերի համար շատ կարևոր է եղել վերապրելու համար։ Դրանից հետո 3 գիշեր ընդհանրապես չքնեցի։ Նկարահանած նյութը տեսնելուց հետո հասկացա, որ Հայաստանը արդեն իմն է, ու ես վերադարձի ճանապարհին եմ։ I was not raised with a religious education, and so again. Կրոնական ավանդույթներով չեմ դաստիարակվել, բայց երբ գնում եմ եկեղեցի եւ մարդկանց բազմություն եմ տեսնում, էներգիա եմ զգում, եւ այդ էներգիան ինձ հուզում է։ Հայրս մանուկ ժամանակ երգել է եկեղեցում։ Պապս մասնակցել է Մարսելի հայկական եկեղեցու կառուցմանը։ Այնպես որ հուզմունքը միայն հավատքի հարց չէ, դա երևի արյանս մեջ է։ Այս հողը, երկիրը, սարերում այս հողի վրայով քայլելը ստիպում է ինձ խորհել անցյալիս ու արմատներիս մասին, ճանաչել հորս ու նաև ինձ։ Երբ Էջմիածնում էինք, շատ ազդեցիկ մի պահ եղավ։ Հստակ չեմ կարող բացատրել ինչ էր դա։ Այնպիսի անբացատրելի խաղաղություն զգացի, կարծես թե այստեղ գալը անհրաժեշտություն էր ու հոգիս խաղաղվեց։ Պետք է նորից գամ եւ հաստատ գիտեմ, որ վերադառնալու եմ։ Je pense qu'on est tous entourés de quelque chose de magnifique. Այստեղ, ինչպես Հայաստանի բոլոր եկեղեցիներում, հզոր էներգիա, ուժ կա, որը կլանում է քեզ եւ հարազատ հողում գտնվելու զգացողություն տալիս։ Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, քույրս առաջին, բայց կարծես մեր տանն ենք։ Պատճառն այն գերբնական ուժի ներկայությունն է, որը վստահ եմ կա այս հողում։ Էջմիածնում պատարակ ունկնդրելիս կարծես երկնքի հետ կապ զգացի։ Հասկացա, որ հայ եմ։ Չեմ կարծում, որ մեկ ուրիշ ազգ կարող է նման ապրումներ ունենալ։ It's not returned because I've always been an Armenian. Ինձ համար սա վերադարձ չէ, քանի որ ես միշտ այստեղ եմ եղել։ Հայ լինելը հոգեկան երևույթ է եւ կարեւոր չէ թե որտեղ եմ արմենիա։ Հայրս մեկ անգամ է եղել Հայաստանում։
Մարմինս այս պահին այստեղ է, բայց հոգիս Ֆրանսիայում, քանի որ այնտեղ եմ մեծացել, ասաց, երբ նոր էր եկել։ Վերջին օրը գնալուց առաջ հակառակն ասաց, հոգիս մնում է այստեղ, մարմինս վերադառնում է Ֆրանսիա։ Ես հայերեն չեմ խոսում, ապրում եմ մի կղզում, որտեղ շատ քիչ հայեր կան, եւ ինձ համար շատ դժվար է երեխաներիս հայկական ոգով դաստիարակելը։ Մտավախություն ունեի, որ այս տարիքի երեխաները կձանձրանան Հայաստանում։ Ուրախ եմ, որ նրանք ինձ արդեն հարցնում են, թե երբ ենք հաջորդ անգամ Հայաստան գալու։ Ընդամենը մի քանի շաբաթ եմ Հայաստանում, բայց շատ զգացմունքային եմ դարձել։ Շատ դժվար է այս ամենի մասին առանց արտասվելու խոսել։ Տպավորությունները շատ են։ Այստեղ իմ պատմությունն է։ Հուսով եմ, որ հաջորդ այցելություններից հետո կդադարեմ արտասվել։